Հալեպում իրավիճակը սրված է, հայերը վերջին շրջանում թեև մարդկային կորուստներ չունեն, բայց նյութական վնասներն ահռելի են, իսկ կյանքերին սպառնացող վտանգը մշտապես առկա է։ Այս պայմաններում բնակչության արտահոսքը Բեյրութի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիրը միանգամայն բնական է համարում, մշտապես թե ժամանակավոր, բայց բազմաթիվ մարդիկ ցանկանում են լքել պատերազմող երկիրը։ Խնդիրն այն է, որ սիրիահայերի այդ արտահոսքը Հայաստան ուղղելու համար այստեղ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել։ Միայն բնակարանային խնդիրը չէ, եւ այստեղ ես անդրադառնում եմ, որ բարդ է իրավիճակը, որտեղ եթե բնակարան ենք դրամատրել, բայց աշխատանք չի գտել մարդը, փոխկապակցված են։ Իսկ հայաստանյան պայմաններից պարզվում է ոչ բոլոր սիրիահայերն են գոհ։ 30-ից ավելի գործարար սիրիահայեր օրինակ վերջին շրջանում բողոքներ են ներկայացնում իրենց աջակցող փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնին։ Ասում են աջակցությունը էական չէ, մինչդեռ կենտրոնի գործադիր տնօրենը վստահեցնում է, որոշ սիրիահայ գործարարների հետ հաջողված գործակցում են, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք իրենց տրամադրած արտոնյալ վարկային գումարները նպատակային չեն ծախսել, հիմա էլ խնդրում են գոնե 6 ամսով սառեցնել վարկերը։ Մենք ունենք սիրիահայ գործարարներ, որոնք առաջին օրվանից մինչև այսօր շատ հաջողակ գործակցում են ՊՄԶ զարգացման ազգային կենտրոնի հետ, բայց ունենք նաև այնպիսի գործարարներ, որոնք երբեմն հեռախոսազանգերին չեն պատասխանում, չեն ցանկանում տեղեկատվություն տալ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ ինչ խնդիրների առաջ են կանգնում, որ փորձենք նպաստենք դրանց լուծմանը։ Դուք արդյոք Հայաստանի Հանրապետության օրենքներով իրավունք ունեք իմ անձնական բիզնեսս կամ իմ ընկերոջ անձնական բիզնեսը ակրա անելով եւ հրաբարակեք էդիկա ձեր գայքերու մեջ։ Մինչ այսօր կենտրոնը սեփական գործը սկսելու համար 78 սիրիահայի է աջակցել, տրամադրելով 330 միլիոնի վարկային երաշխավորություն։ Աջակցություն ստացածներից հաջողված բիզնես ունի 30%-ը։ Վարկը 6 ամսով սառեցնելու համար սիրիահայերից 31 դիմում է ստացվել։ Ոչ բոլորն են բավարարվել։ Գեղամ Պետրոսյանն էլ ասում է, ոչինչ չեն խախտել կառավարությունը այս հարցով, ոչ թե որոշում է կայացրել, այլ հանձնարարել առավելագույնս աջակցել այդ գործարարներին։ Կառավարության հանձնարարականը կատարվել է եւ շարունակելու է կատարվել։ Այստեղ մարդիկ կան $200 Երևան եկել են, $200, $10,000 տրամարել են։ Այդ $10,000 մարդիկը գործ ստեղծել են, արենտ են տալիս խանութի, ֆաբրիկի կամ բանկի մուծումներ են անում եւ դրանով վերջը ապրում են։ Եկուր ես քեզի տամ այդ $10,000 եւ գնա դու այս բոլորը ստեղծես։ Զարգացման ազգային կենտրոնից ասում են ինձ դռները սիրիահայ գործարարների առջև միշտ բաց են, նրանց աջակցելու համար միջոցառումներ են կազմակերպել, մեկ անգամ դասընթաց ու նաև Facebook-յան էջ են բացել։ Գործարարները սակայն վստահեցնում են, որ գործարարշփման հարցում աջակցություն չեն ստանում, իրենց նույնիսկ չեն ընդունում ՊՄԶ ԶԱԿ կենտրոնում։ Ես 6 անգամ գնացել եմ օֆիս եւ մեզի չի ընդունել մեր բարոն տնօրենը։ Ամբողջ աշխարհում ընդունված պայմանավորվելու եւ հանդիպելու կարգը։ Զանգում են, պայմանավորվում են ժամ, համենում են գալիս են։ Ես որևէ նման դեպք չեմ հիշում։ Ձեր գործակիցին ասեք, Միքայել Գարաբետյան, Ռոբերտ Տեգրմենջյան 14 օր առաջ եկերենք ցեզ հետ հանդիպում ուզերենք, մինչև այսօր մարդ չի զանգում։ Ինքը գործարարների հետ հանդիպելու խնդիր չունի, հավանաբար աշխատակիցն է թերացել, խոստովանում է Գեղամ Պետրոսյանը, բայց սիրիահայերի ապրանքը վաճառել ու շուկա գտնել չեն կարող, պայմանագրով նման գործառույթ էլ չունեն։ Սիրիահայերի խնդիրները լսելու համար Գեղամ Պետրոսյանը խոստացավ առաջիկայում եւս մեկ հանդիպում նրանց հետ։ Լրագրողների մասնակցությունը այդ հանդիպմանը, սակայն չողջունվեց։ Աննա Գրիգորյան, Վահե Եղիազարյան, Աշոտ Սարգսյան, այսօր։